Ամեն մեկը վերցնում այնքան ինչքանով որ ինքը սպասում է Տիրոջից։ Մենք կարող ենք անգամ տեսնենք Հիսուսի ժամանակներում, որ մարդիկ կային բժշկվում էին, մարդիկ կույրեր կային, որ սկսում էին տեսնել, խուլեր կան լսում էին, չէ՞։ Մի կին արյունահոսություն ուներ, եկավ կպավ Հիսուսին, բժշկվեց։ Մարդիկ էլ կային, ոչ մի բան չէին ստանում։ Նայած ով ոնց էր գալի Հիսուսի մոտ, ինչ սպասումով էր գալիս, ինչ հավատքով էր գալիս, եւ ամեն մեկին Հիսուսը ասում էր, քո հավատքի պես լինի քեզ։ Ամեն մարդուն լինում է իր հավատքի պես։ Նույն տեղում նայեք, Հիսուսը երկրի վրա էր ֆիզիկապես։ Աստված ասում է մարմնով, չէ, եկավ մեր մեջ, հայտնվեցավ։ Տիմոթեոսի մեջ խոսքը ասում է, Պողոսը գրում է, Աստված մարմնով հայտնվեցավ։ Հիսուս Քրիստոսը նա Աստված է, որ մարմնով հայտնվեցավ։ Ու Աստծո համար անհնարին բան չկա։ Բայց այդ ամենակարող Աստվածը միայն կարողանում էր այն մարդկանց օգնել, այն մարդկանց օրհնել, բժշկել, որոնք որ հավատում էին, որոնք որ սպասումով էին գալի իր մոտ։ Դուք գիտեք, Աստծո հոգին է հիմա երկրի վրա։ Երբ որ Հիսուսը գնաց, ասեց, ձեզ մենակ չեմ թողի։ Մխիթարիչը կգա, Սուրբ Հոգին կգա։ Ուրիշ տեղ ասում է զորություն կառնեք։ Իսկ Սուրբ Հոգին որ գասա մենք զորություն ենք առնում։ Եվ ամեն բան ձեզ կսորացնի, ամեն բան կառաջնորդի, ամեն բան մեջ կառաջնորդի։ Այն հրաշքները, որ ես եմ արել, դուք էլ կանեք։ Նույնը, ասում է նույնիսկ ավելին էլ կանեք։ Այսինքն իր գնալու ժամանակ, երբ որ ինքը գնաց, չասեց, որ հետո հրաշքները ավելի քիչ են կատարվելու։ Ասեց հələ ավելի շատ է կատարվելու։ Այսօր նույն Սուրբ Հոգին այստեղ է ու լիմիտ չկա։ Ինքը limited չի, սահմանափակ չի։ Աստծո ուժը այստեղ է։ Ոչ թե նրա համար որ ես եմ այստեղ, կամ աշխարհը հրճակ մի հատ ավետարանիչ է այստեղ, կամ պրոֆետ է այստեղ, կամ ապոստոլ է այստեղ, կամ չգիտեմ ինչ որ մեկն է այստեղ, այլ որովհետև Սուրբ Հոգին է այստեղ։ Որովհետև Սուրբ Հոգին է այստեղ ու լիմիտ չկա իր ուժին, չկա լիմիտ։ Ամեն մեկը կարող են ստանալ Աստծուց հրաշք, նույն հրաշքը, ինչ որ Հիսուսի ժամանակում, որտեղ եթե այն ժամանակ մարդիկ պետքա գնային Հիսուսին տեսնեին, խոսային, դիպչեին նրա շնորհին, որ զորությունը ստանային, բժշկվեին, հիմա Սուրբ Հոգին ամեն տեղ է, ամեն ուրեք է, ու Հիսուսը խոսք տվեց, ասեց ժամանակ կգա, որ ամեն տեղ, որտեղ Աստծուն երկրպագեն հոգով եւ ճշմարտությունով, Աստված կընդունի, Աստված այնտեղ կլինի։ Եվ երբ որ Սուրբ Հոգին եկավ երկրի վրա, նա հիմա ամեն տեղա ցանկացած տեղ ձեզանից որտեղ ուզում ես լինել, ոչ միայն եկեղեցու մեջ, ոչ միայն հատուկ աղոթքի խմբերում, ցանկացած տեղ, որտեղ որ դու լինես, եւ որ դու աղոթքի ես կանգնում, սրտանց աղոթում ես Տիրոջը, Տիրոջ Հոգին ընտեղ է։ Ով ասեց Հիսուսը Հովհաննես 4 գլխի մեջ, ամեն տեղ ու իր զորությանը սահմանափակում չկա։ Եթե հավատաս տեղում կստանաս։ Հալելույա։ Հալելույա։ Փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ Այնպես որ մեր սպասումը ամեն մեկի թող լինի Տիրոջից։ Եթե հավատանք կստանանք, դուք Աստծո զորության դրսևորումներն եք տենալու, manifestation-ներն եք տենալու, շատ ուժեղ։ Ում պատճառով, Սուրբ Հոգու պատճառով, որ այսօր մեր հետ է։ Սուրբ Հոգին մեր մեջ է։ Սուրբ Հոգին նա Աստծո Հոգին է։ Հիսուս ասաց Սուրբ Հոգին, որ հոր ներսից է գալիս, հոր ներսից, դա հոր Հոգին է, Աստծո Հոգին է, կոչվում է Սուրբ Հոգի, որտեղ նա Սուրբ է, նա մաքուր է, արատ չկա։ Եվ որտեղ որ մեղքի մեջ են ապրում, նրան նեղացնում են։ Բայց որպեսզի այդ Սուրբ Հոգին գործի, որպեսզի այդ Սուրբ Հոգին առանց լիմիտի գործի, չէ, ես ասեցի լիմիտ չկա, ինքը limited չի, սահմանափակում չունի իր զորությանը, թե ինչքան կարա դրսևորվի, ձեզանից ցանկացածը, ով որ հավատում է, կարա ձեռքը դնի հիվանդների վրա աղոթի եւ բժշկվի, ոչ միայն ես, ոչ միայն ինչ որ հատուկ մարդիկ, ցանկացածը։ Հիսուս ասեց, ինձ հավատացողները ձեռքները կդնեն հիվանդների վրա եւ հիվանդները կբժշկվեն։ Իր անունով, ոչ թե մեր ուժով, ոչ թե էսի խոսքը ոչ թե գնում է էքստրասենսների մասին, որ սենց բիոտոկերով ուզում են բժշկեն։
Ես բուժում եմ շաքար ասում է, ես բուժում եմ գլխացավը, ես բուժում եմ։ Իրանք այտենց են ասում։ Իսկ մենք չենք բուժում, դա Հիսուսն է բուժում։ Հիսուսի անունով ենք մենք ձեռքերս դնում։ Հիսուս ասաց, ինձ հավատացողները ձեռները կդնեն հիվանդների վրա եւ նրանք կբժշկվեն, չէ՞։ Մարկոս ավետարան 16:17 համարը։ Այստեղ հավատում ենք նրան, ովքեր են նրա հավատացողները։ Ուրեմն այդ խոստումը բոլորիս է պատկանում։ Ոչ միայն քարոզիչներին, առաքյալներին, հովիվներին, ինչ որ ծառայողներին հատուկ, բոլորին, ով որ հավատա։ Ճիշտ է, 5 ծառայության պարգևներ կան, որոնք դրված են, որ եկեղեցին շինեն, հովիվներ, առաքյալներ, մարգարաներ, ուսուցիչներ, ավետարանիչներ, նրանք քարոզող ծառայողներ են, ինչպես ես հովիվ եմ, նրանք շինում են, նրանք խոսքով, ուսուցումով շինում են եկեղեցին, հետևում են, որ եկեղեցին ճիշտ գնա, առողջ գնա։ Բայց պարգևների մեջ, հրաշքների մեջ, նշանների մեջ բոլորդ կարաք գործեք։ Ու ամբողջ փառքը Աստծունն է։ Չկա այդպես մեկը որ ասի, ես բուժեցի, ես ազատագրեցի։ Դա Սուրբ Հոգու զորությունով է, Հիսուսի անունով ամեն մեկը կարող եք անել։ Եթե հավատաք։ Մարդը կարա տունը աղոտ քանի բժշկվի։ Հրաշքը ստանա իրա։ Մարդիկ կան եկեղեցում են ստանում, ինչ որ մեկը իրա վրա աղոտ քանում, նոր են ստանում։ Այդպես Աստված ամեն ճանապարհներ էլ օգտագործում է։ Մարդիկ շատ անգամ պետքա խոսքը լսեն, գիտելիք ստանան, հավատքը գա իրանց մեջ, որ իրանք նոր կարողանան ստանան։ Դրա համար շատ կարևոր որ եկեղեցում լինեն մարդիկ։ Բայց Աստված ամեն տեղ է։ Եթե մենք դադարենք եկեղեցու գալուց, եթե մենք կտրենք մեր գալը եկեղեցի Աստծո զորությունը կկանգնի մեր կյանքից։ Որտեվ այստեղ մենք ստանում ենք կորպորատիվ օծություն, կորպորատիվ համընդհանուր օծություն։ Դա շատ ավելի հզոր է։ Այն ինչ որ մենք ստանում ենք մեր սենյակում, Տեր ասում է, չէ, եւ որ փարիսեցիներին ասում է, դուք մենակ փողոցներում եք աղոտ քանում, մարդաշատ վայրերում եք աղոտ քանում, տաճարի մեջ ձևական աղոթք եք անում, դուք ձեր տանը չեք աղոտ քանում, դա կեղծավորություն է։ Մտիր քո սենյակը, դուռը փակի աղոտ քարա հորը ծածուկ տեղը։ Եվ հայրը, որ ծածուկում տեսնում է, հայտնապես քեզ կհատուցանի։ Ու այստեղից է շատ մարդիկ, ովքեր որ եկեղեցի չեն հաճախում, արդարացնում են իրանց եկեղեցի չհաճախելու այս քայլը, ասելով, որ տեսեք Հիսուսը ասեց, պարտադիր չի եկեղեցի աղոթես, մտի սենյակդ, Հիսուսը դա չէր ասում։ Հիսուսը պարզապես ասում էր, որ դու ունեցիր քո աղոթքի ծածուկ կյանքը։ Որտեվ եթե մենակ դա լիներ ճշմարտությունը, Հիսուսը չէր ասի, ես կշինեմ իմ եկեղեցին։ Ես կդնեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները չեն հաղթի նրան։ Մի հատ կառույց կա այս աշխարհում, որի վրա դժոխքը, դիվական աշխարհը իշխանություն ունի եւ դա եկեղեցին է։ Որտեւ այն օծությունը, որ գալիս է ստեղը, համընդհանուր օծություն է, կորպորատիվ օծությունը։ Սենյակի օծություն ուրիշ է։ Սենյակում դու անձնապես շփվում ես, բայց այդտեղ չի ասում, ես իմ ինչ կամ, ասում եմ դու սենյակում ծածուկ տեղը հաղորդակցում ես, հայտնապես կհատուցանեմ, հայտնապեսը որտեղ է, եկեղեցում է, դրսում է, մյուս տեղերում է։ Հասկանում եք, սենյակում դու չես տեն այդ կորպորատիվ այդ օծությունը, համընդհանուր այդ հզոր օծությունը, բայց այն ինչ որ ստե է գալիս, սենյակում չի գալիս։ Դու սենյակում շփվում ես, սիրտդ բացում ես Աստծո առաջ, խոնարհվում ես Աստծո առաջ, պատրաստում ես, ու դու գալիս ես այստեղ լցվում ես զորությունով։ Եվ որ մարդը դադարի եկեղեցի գալուց իր սենյակի աղոթքները արդեն իրան ոչինչ չեն տա։ Շատ կարևոր է այդ երկուսը։ Նույնն էլ հակառակը, եթե մարդ մենակ եկեղեցի է գնում, եկեղեցում աղոթքան մոազնական աղոթքի կյանք չունի, իր հոգևոր կյանքը գնալով կցամաքի։ Այդ երկուսը շատ կարևոր են։ Տարբեր օծություններ են դրանք։ Բայց տեղի օծությունը շատ ավելի ուժեղ է։ Օծություն այսինքն դա զորություն է, դա կարողություն է։ Այն ինչ որ հիմա ես խոսում եմ, այդ օծությամբ եմ խոսում։ Հոսում է ձեր վրա, հենց հիմա, ինչ որ խոսում, ուղղակի դա չեմ խոսում, խոսալու համար դուք լսում եք եւ այդ օծությունը ձեր վրա գալի։ Ձեր կյանքում ինչ որ բան է փոխում։ Ձեր մեջ բան է փոխում։ Դուք կգնաք կտենաք ձեր կյանքում բաներ է փոխվել։ Ինչ որ չէի կարողանում սկսում եք անել։ Ինչ որ չէր ստացվում, սկսի ստացվել։ Պարզ հասարակ խոսքեր ասում ես, կարող է 1000 անգամ լսել ես, կապ չունի։ Աստծո խոսքը հոգի ու կյանքը։ Աստծո խոսքը հոգի ու կյանքը կապ չունի, քանի անգամ ես լսել։
Եթե դա Սուրբ Հոգուց է հնչում, եթե դա Սուրբ Հոգուց է դուրս գալիս պահին, ուրեմն դա նույն ուժ ունի, դա նույն կյանքն է տալիս, կապ չունի, քանի անգամ ես լսել։ Դա նույնքան հրաշալի է այդ օծությունը, բայց ես մի քիչ առաջ նաև ասացի, որ բաներ կան, որոնք խանգարում են Սուրբ Հոգուն գործելու։ Լիմիթետ են դարձնում, սահմանափակ են դարձնում։ Որտեղ չկա սրբություն, որտեղ չկա սեր, որտեղ չկա հավատ, տեսեք ես խոսեցի հավատքից, հավատքը կարևոր է որպեսզի մարդը բժշկվի, Սուրբ Հոգի ստանա, իր հրաշքը ստանա։